Իրականում նրանք Ադրբեջանի հովանավորություն ունեցող իշխանություն են, անցողի քշեմը անցնում ենք եւ ձեր տվյալներով այո, ոչ միայն մեր, ինչու մեր, ես երբեք չեմ ասել մենք ինչ որ մենակ ենք մնալու, չենք համագործակցելու եւ այլն։ Ում հետ է խավորը ձեր մոտ իշխանափոխությունն է։ Այո, ես իմ ցանկացած խոսքի տեր եմ եւ միջև վերջ գնալու ենք։ Դուք 5 տարի կմնաք ընդդիմություն թե չէ։ Նորից եմ ասում, դուք էլի գնում եք, չի լինում իշխանափոխություն, չէ, դուք էլի մի մտանք եթե ապաների մեջ այս իշխանությունը իրեն փնտրում է իր հարմար ընդդիմություն։ Ու ինքը այդ նախկին ասացի մեջ ուղղակի այն, գիտեք, այն ցեխաջրի պես այդ նախկինի մեջ ճպճպում է ինքը։ Այ ինքն է հիմա այդ իրական նախկինը, բայց Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի թեկնածուն է։ Թրիպը կարող է իրականացվել 3 պայմանի դեպքում։ Ադրբեջանի այս իշխանության համար Հայաստանի նկատմամբ թշնամանքից հրաժարվելը քաղաքական ինքնասպանություն է։ Օրը բացվեց քրեական վարույթի մասին լուրով։ Բոլոր հարցումներով առաջատար ընդդիմադի ուժի առաջին համարի դեմ։ Քարոզարշավն առանց դրա էլ մեղմ ասած թեժ է ընթանում, երբեմն ոչ նորմատիվային լեքսիկոնով, հիմնականում իշխող ուժի կողմից։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր վարչապետի թեկնածու է։ Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյան, բարի գալուստ Կիզակետ։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Պարոն Թաթոյան, այսպես առավոտյան իմացանք քրեական վարույթ Նարեկ Կարապետյանի դեմ, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համարը ցուցակի, ասում եմ, որ պատճառը քաղաքացիություն թաքցնելն ու հենց այդ հոդվածով էլ հարուցվել է։ Ձեր մեկնաբանություն, այ ինչու հենց հիմա։ Եվ ընդհանրապես, եթե այսպես շարունակի, մինչև ուր կգնա իշխանությունը, կարող է օրինակ բանը հասնել անենք տվյալ կուսակցության կասեցմանը, մասնակցության, սա ինչ է նշանակում։ Նայեք, այս իշխանությունը ամեն ինչի ընդունակ է եւ ամեն ինչի պատրաստ է։ Սա ակնհայտ է։ Հանուն նրա, որ իրենց իշխանությանը պաշտոններին որևէ բան չսպառնա։ Ես այնպես որ ես միանգամից այդպես եմ ի սկզբանե վերաբերում այս իշխանության քայլերին ու շոուների պատրաստ, հարցակումներ ֆեյքերով, ընդ որում ուղղորդվում է ամեն քայլը բազմաթիվ հրապարակումներով, ինչ որ բանավեճերով եւ այլն, բայց հենց իրենց դեմ որևէ քայլ է լինում, որևէ փաստով ստուգված, որ ցույց ենք տալիս նրանց կողմից հանցագործության կատարում, ամբողջությամբ անցնում են ընդհատակ, լուռ են, չեն խոսում դրա մասին, ես համեմատեմ այս գործով իհարկե պետք է քննություն իրականացվի մանրամասն, որտեղ անմեղության կանխավարկածը կա եւ մենք տեսել ենք նաեւ Ուժեղ Հայաստանը հերքում է այս ամենը եւ այլն, այնպես որ մենք սա իսկապես շատ կարեւոր հարց է, այն է այս նախընտրական քարոզչության շեմին եւ ընդդիմության նկատմամբ ցանկացած անօրինական քայլ, ռեպրեսիա մեր ամենաառաջնային ուշադրության կենտրոնում է եւ այս իշխանությունը իրեն դիրքավորում է իբրև ժողովրդավարության պաշտպան, իրականում նրանք Ադրբեջանի հովանավորություն ունեցող իշխանություն են ու ոչ միակ կապ չունեն ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ։ Հիմա ես նաեւ տեսեք այդ օրինակ մենք հրապարակեցինք անցյալ ձայնագրությունը, հա։ Այո, օրեր առաջ ձայնագրություն Արմավիրի տարածաշրջանային պետական կոլեջի ինչպես է դասախոսը, որը ՔՊ-ի ավականու անդամ է Արմավիր համայնքում, այսինքն պաշտոնատար անձ է ՔՊ-ի կուսակցության կողմից, պարտադրում ուսանողներին գնալ մասնակցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հավաքին։ Տեսեք, եւ ասում է վերևից է հանձնարարությունը եւ այլն։ Մենք նաեւ ցույց տվեցինք, որ գործում է սխեմա, շղթա, հանցավոր շղթա վերևից, ես անուններ եմ հրապարակել, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Նիկոլ Փաշինյան եւ մեր հանցագործության մասին հաղորդման մեջ նշել ենք, որ հանկարծ չփորձեք պատժել կամ պատասխանատվությունը մեղքը գցել ուսանողների վրա, դասախոսների, տնօրենների եւ այլն, նրանք առաջինը պետք է ընդհանրեն պատասխանատվության։ Տեսեք, իսկ ինչ է կատարվում։ Տեսեք, արագ չի, այո, արագ չի։ Տեսեք, հիշենք հակակոռուպցիոն կոմիտեի 2 օրը մեկ հրապարակվող ձայնագրությունները, հա, ենթադրյալ ընտրակաշարքի մեջ արագ են, արագ չի աստորեն։ Ոչ միայն խոսքը վերաբերում է իրավապահ մարմիններին, այլ իշխանությանը, բարձրագույն իշխանության մակարդակում լրատվական միջոցներ ոչ մի բան այս մասին կարծես ոչ մի տեղի չի ունեցել, բայց մենք իրականում բացահայտում ենք ոչ թե ինչ-որ տեսված սենսացիոն դեպք, մի դեպք կա, որ բացահայտեցինք, այլ մենք ցույց տվեցինք, որ բազմաթիվ դեպքերի մեջ մեկ ապացույցով մենք հստակ ձայնագրությունով ցույց տվեցինք, որ գոնե կարողանանք այդ հանրային վերահսկողությունը մեր ժողովուրդը ամենակարևորը մեր ժողովուրդը տեսնի ինչ է կատարվում։ Գիտեք, սա ցավն էլ են, որ շատ մարդիկ իրենց տեսան
այդ դերակատարների մեջ, որովհետև շատերը հիմա ճնշվում են, ստիպում են նրանց, որ ճնշումների գնալ, ու հետո պատժում են նրանց, ովքեր ճնշման, ում իրանք ճնշման են ենթարկում, այսինքն զոհերին, այսպես ասած, մի հատ էլ ճնշում են, հասկանում եք, դրա համար մենք ասում ենք, նրանց մեջ հարցը չի։ Այնան քոչը հելան, ասենք, դասախոսը ինքը իրանով որոշեց պարտադրել գնալ Նիկոլ Փաշինյանի հավաքին։ Իհարկե ոչ, չէ, ամբողջը կազմակերպված է։ Դրա համար ուրիշ տեղից պետք է հարցը բռնել եւ սա է որ իրենք ինչպես բռնեն պարոն Թաթուլյան։ Սա է հարցը, տեսնում եք։ Դրա համար շատ տեսեք, ճիշտ է այս նկատառումը, որ այնտեղից է գալիս, նրանք են պատասխանատուները։ Սրա լուծողը ով պետք է լինի մեր ժողովուրդը։ Մենք պետք է բոլորով գնանք առանց վախերի քվեարկենք եւ ես միշտ ասում եմ քվեախցիկում ամենակարողն է ժողովուրդը, այդ պահին այն բարձրակետն է, որ բարձրագույն իշխանությունը քաղաքացիությունն է, քաղաքացիությունն ամենահզորն է այդ պահին, ու այդ պահին իրենից պետք է մտածենք, որ մեզանից տանում են, գողանում են մեր ընտրությունները։ Ամենակարևորը գաղտնի է, չեն կարողանալու վերահասկել։ Լավ, հիմա գանք այ լավ եկակ ընտրությանը, գանք ձեզ ասելով այդ ձեզ ու ընդդիմությանը, այ դուք ինչպես եք այդ ամեն ինչը առաջնորդելու։ Նայեք, ամենատարածված ձեր կարգախոսը ասում եք ընտրեք 6-ին, որ ջախջախենք 16-ին, հա, մոտարապես նման մի բան ունենք։ Շատ հա, ամենատասարների մշակած կարգախոսները փողոցներում։ Այդ ինչպես օրինակ, եթե դուք նշել եք, որ Սամվել Կարապետյանի հետ կապված սահմանության խնդիր կա, հա, Ռոբերտ Քոչյանին չեք աջակցի, ինչ մնաց, հա, նույն Ծառուկյանի անունը միայն չեք տվել, այս պարագային ոնց էլ միայնակ եք դա անելու։ Սոցհարցումներով էլ դե անցողիկ շեմը կամ մոտ եք կամ անցնում եք, հա, մոտարապես նման պատկեր, ինչպես եք անելու։ Այդպիսի բան չկա, մենք անցողիկ շեմը անցնում ենք եւ ձեր տվյալներով։ Այո, ոչ միայն մեր, ինչու մեր, վերջերս հրապարակվեցին տվյալներ, Հա, եւ ես այնպիսի մարդ եմ ինքս, գիտեք, ամբողջ կյանքում ես երբեք այդպես ձմերուկներ չեմ դնում ինքս իմ թևերի տակ, բարձր դնեմ ու հանգիստ նստեմ։ Ոչ, ես միշտ ինչքան տվյալ եղավ, միշտ ավելի դրա վատն եմ նայում, որպեսզի կարողանանք նաեւ հետագայում ճիշտ արդյունք ունենալ, այնպես որ սա շատ հստակ է։ Լավ, 5-6% հավաքեցիք, ոնց եք անելու։ Նայեք, 5-6%-ի հարցը չի։ Նորից եմ ասում, այստեղ հարցը թվերի մեջ չի, հարցը մեր քաղաքացիների վստահությունն ունենալու մեջ է։ Այլ օրինակ մենք հիմա ամեն օր քարոզչական աշխատանքով եւ այլն համոզում ենք, ցույց ենք տալիս մեր քաղաքացիներին, որ իրականում մերն է այն ծրագիրը, որ կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից, որովհետեւ այս նախկին ներկա Ռուսաստանի ուժեր, Արևմուտքի ուժեր, Ադրբեջանի ուժեր եւ այլն այս ամեն ինչը մեզ պահում է այդ վանդակների մեջ, չի թողում զարգանանք։ Իշխանությունը անընդհատ այդ ստեղծում է տպավորությունը, որ չունենք մենք ընտրություն, կամ իրենք են, կամ Ռուսաստանամետ ուժեր, կամ չգիտեմ, արևմտյան ուժեր, մինչդեռ իրենք հենց Ադրբեջանի հովանավորության ներքո գտնվողներն են, նախկիններ, չգիտեմ, եւ այլն, մինչդեռ իրենք այն նախկիններ, որ իրենք եթե ասելով հասկանում են թալանչի, կաշառակեր, հանցագործ, իրենց падգամավորների մեջ հենց կան այդպիսի մարդիկ, չէ, որոնք օրինակ Գագիկ կամ Գուրգեն Մելքոնյան կա, որ այդ մարդուն տեսնես, ուղղակի երևի արժանել չես համարի բարև տալ, որովհետեւ իմ աչքի առաջ, իմ մոտ այդ մարդու գործունեությունը, երբ պաշտպանության փոխնախարար է եղել, տպավորված է որպես բանակում մեր բանակին վերաբերող մեր զինվորների սկսած համազգեստից գողությունների մեջ եւ այդ մարդը օրինակ անպատիժ նստած է, նշանակում է իրենք են հենց նախկինները, այդ որ մարդկանց վրա գորգորումա, չէ, ասենք մենք ժողովրդին ասում ենք, Ժորժ ջան, մենք պետք է ունենանք իշխանություն, որ երբեք չի թույլ տա իրան մարդու վրա գոռալ, երբեք չի օգտվի նրանից, որ գիտեք իշխանություն ունի, ուրեմն մարդու վրա կարող է գորգրալ, հենց մի հատ տիկնապահներով շրջապատված է ու անպատիժ մնալ։ Մեխանիզմն է ուզում հասկանալ, մտել եք պարլամենտ։ Հիմա նորից գալիս եմ դրա, այսինքն ես ասում եմ, չեք դնում թևի տակ, պրագմատիկ մարդ եք։ Okay, դուք հասկանում եք, որ 50+1 չեք ունենալու եւ ընդհանրապես ոնց մեխանիզմը մտել եք, ոնց եք դուք դառնում իշխանություն։ Հիմա գալիս եմ դրան, նախ առաջինը եկանք նրանից, որ մենք մեր քաղաքացիներին ինչպես ենք ցույց տալիս, որ մեր այլընտրանք եք, օքեյ։ Մեր ծրագիրը իրականում հենց դա է եւ ես այն մարդն եմ, որ գիտեմ ինչպես է աշխատում պետությունը, ես աշխատանքով եմ ապացուցել ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում գիտակցել պետական ապարատ ու պետական աշխատանքը, ես գիշեր-ցերեկ երբ միջազգային դատական ատյաններում ու աշխարհում Հայաստանի խնդիրներն էի տանում առաջ ու մենակով, մենակ մարդու իրավունքների պաշտպանը լինելով, բայց լիարժեք Հայաստանի պաշտպանի գործն էին կատարում, լիարժեք որևէ պետական մարմին չկար ու մեր քաղաքացին հստակ տեսել է թե ինչ է նշանակում աշխատել այդ դժվար իրավիճակում ու պետություն առաջ տանել։ Հիմա մենք արդեն խորհրդարանում ինչպես ենք պատկերացնում։ Ես այո ասել եմ,
որ Նիկոլ Փաշինյանին չենք պատկերացնում Հայաստանի վարչապետ, դա որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։ ԿՊ-ն չի կարող լինել իշխանության վերարտադրվել։ Ռոբերտ Քոչարյանը, այո, մենք չենք ընտրելու վարչապետ, սա մեր հստակ դիրքորոշումն է։ Սամվել Կարապետյանը մենք կարծում ենք նույնպես չի կարող դառնալ վարչապետ, որտեղ սահմանադրությունը արգելում է։ Այստեղ սահմանադրության արգելք է, սա ես չեմ ասում։ Սա Հայաստանի սահմանադրության արգելքն է։ Իսկ մեկ մարդու համար իմ համոզմամբ սահմանադրություն փոխվել չի կարող։ Մյուսը արդեն մնացած հարցերը, տեսեք դուք ինչ որ ասեցիք հարգանքով ձեր նկատմամբ, բայց ձեր հարցի մեջ կային անճշտություններ, որովհետև ես երբեք չեմ ասել մենք ինչ որ մենակ ենք մնալու, չենք համագործակցելու եւ այլն։ Ում հետ դա եմ ասում։ Ես ձեզ ասեցի ճանապարհները մնացած որոշումները ըստ արդյունքից հետո կայացվելու են ելնելով Հայաստանի ազգային անվտանգության շահերից։ Այստեղ ոչ թե գիտեք, այ սխալը ստեղ է, ոչ թե սրա հետ նրա հետ, այլ Հայաստանի շահերը ինչ են պահանջում։ Հայաստանի պետական շահը, անվտանգության շահը այդ պահին ինչ է պահանջում, իմ այս նշած կարմիր գծերի շրջանակում էլ մենք որոշումները կայացնելու ենք։ Լավ, այդ անվտանգության շահը եթե պահանջի, օրինակ չեք հավաքել մեծամասնություն, մտել եք պարլամենտ եւ անդիմություն եք մնալ, չի լինում տարբերակ։ ԿՊ-ն այնպես է ստացվել, որ միայնա կամ ինչ որ արբանյակ ուժի հետ հաղթել է, մեծամասնություն ձևավորել է։ Ունեք պլան, ինչ եք անում, մնալու եք 5 տարի անդիմություն, մանդատներ եք վայր դնելու եւ պայքարը տեղափոխեք փողոց։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ ընտրողը, ընդդիմադիր ընտրողը 5 տարվա դառը փորձ ունի, 21 թվականին մարդիկ գնացին եւ 5 տարի աշխատեցին ընդդիմություն ու չիրագործեցին իրեն, ինչպես Փաշինյանը չիրագործեց իր նախընտրական ծրագիրը, այնպես էլ ընդդիմությունը, որի ծրագրի գլխավոր կետը իշխանափոխությունն էր։ Այսինքն մարդիկ հիմա դա շատ կարևոր, ամենակարևորը ըստ էության հարցն է, որին ոչ մի ընդդիմադիր ուժ դեռ չի պատասխանել, որ իրենք մանդատները վայր կդնեն, թե կմնան ընդդիմություն։ Այդ հարցը շատ մանիպուլյացիաների հող ստեղծող է եւ նորից եմ ես ասում, մենք բոլոր որոշումները կայացվելու են ընտրությունների արդյունքների ձայնելով։ Հիմա եթե ապաներով այս հարցերի շուրջ խոսելը ճիշտ չէ։ Մենք հիմա օրակարգ ունենք հնարավորին շատ վստահության ձայներ ստանալ մեր քաղաքացիներից եւ մենք առաջնորդում ենք հիմա ասել պարոն Թաթարյանը քաղաքացի ազնիվը հիմա ընտրողը իմանա ինչ սպասել։ Ազնիվը, գիտեք, հենց այդ այս ինտրիգների մեջ է խնդրեմը։ Մեր քաղաքացին զզվել հոգնել է այս ինտրիգներից։ Քաղաքացին գիտեք ինչ է ուզում, ասում է բոլոր տեղերը որ գնում ենք, ասում եմ, մեզ պետք է միավորում, միասնություն, բոլորով այս իշխանությունը հեռացնենք։ Վերջ։ Իսկ դրա համար մնացած հարցերը, սրանք շատ լրիվ, չգիտեմ, այս պահին քննարկելու ոչ ենթական են, դրանք խառնում են իրավիճակը եւ մեր նպատակն է, նորից եմ ասում, միասնությամբ, միասնությունը ուժ է, մեր ուժը միասնության մեջ է։ Շատ կարևոր է, որպեսզի բոլորով շարժվենք այս նպատակի ուղղությամբ։ Եվ գիտեք ինչ, սա մեր երկիրն է վերջում, մեր երկրի ճակատագրի մասին է խոսքը, մեր ժողովրդի մասին մտածող իշխանություն է պետք, որ ոչ թե գնա աշխարհի տարբեր պետությունների մասին մտածի նրանց շահերը որոնք են, այլ մեր ժողովրդի մասին, սա է խնդիրը, որ մեր ժողովրդին չէ հիմա հիասթափված, չէ, որովհետև այդքան տարի եկել գնացել են տարբեր պաշտոնյաներ, խոստումներ են տվել, խափեբա ուղակի, խարդախի պես չեն արել այդ խոստումները, գնացել դիզել են իրենց, պաշտոններ են ստացել, կյանքն են լավացրել ու անընդհատ այս ցիկլը շարունակվել է։ Դրա համար մեր ժողովուրդը հիմա շատերը չեն հավատում, ասենք մենք էլ անդադ ներկայացնում ենք իմ առավելությունը որն է, որ ես ժողովրդին երբեք չեմ խաբել։ Ես աշխատել եմ, եղել եմ պետական պաշտոնյա։ Այսքան տեխնացուների մեջից ամենաբարձր առավելությունը իմն է, որ ես աշխատել եմ բարձր պետական պաշտոններում, միշտ ամեն ինչ արել եմ հանուն պետականության, երբեք ժողովրդին չեմ խաբել, երբեք որևէ մեկը որևէ մի կաշառք, դեպք, որևէ նման չկա։ Մենք ավելին ասեմ ձեզ, ես աշխատել եմ աշխարհի գրեթե բոլոր շատ վայրերում, աֆրիկյան պետություններում, Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում ես տեսել եմ ինչպես են անձամբ պետությունները համակարգերը ձախողում, ինչպես են հզորանում, եւ ես միշտ այդ փորձը բերել եմ Հայաստան, ու դա եղել է ժողովրդի աչքի առաջ։ Եվ դրա համար ես ասում եմ, հայտը ինչ եմ ներկայացրել, ոչ թե ես դասական առումով կյանքից երազանք եղել է քաղաքական գործիչ դառնալը, ինձ բերել են քաղաքականություն մարդկանց խնդիրները, մարդկանց խնդիրները, որ մեր ժողովրդին անարդար ձևի այսքան տարի մարդը մեծ փոքր խնդրեմ ունի, այնքան են զզվացնում, ուղարկում են այս պետական մարմնի դուրը, նրա դուրը, թենիսի պինգ-պոնգի գնդակ են սարքում, հետո էլ վերջում անունը դնում են կլյավուզնիկ, ասում են բողոքավոր է, ու դրանից այդ մարդն էլ է զզվում հոգնում, ասում է դե դուք էլ ձեր խնդիրներ ստիպված ինչ անում, կամ պետք է թողի գնա Հայաստանից, կամ այտենց հիասթափված ինք իրանով իր շրջապատով ապրի։ Այ ես
այս ամեն ինչը միշտ լուծողն եմ եղել։ Պարոն Թաթյան, այդ լուծման ճանապարհն է հենց հարցը ասես ձևակերպեմ։ Այդ ամեն ինչի լուծումը գլխավորը ձեր մոտ իշխանափոխությունն է։ Այո, իսկ քանի որ ցանկացած ճանապարհ, պարլամենտով թե առանց պարլամենտ, դա է ուզում հասկանալ, մարդիկ որ հասկանան ինչպես է պատահական։ Հիմա նորից ուղղակի փոքր լրացնեմ նախորդ հարցից, քանի որ ես հասկացա որպես մարդու իրավունքների պաշտպան, որպես ցանկացած գործի էլ որ եղել եմ, որ այդ անհատական դիրքերից դու չես կարողանում երկրի հարցերը լուծել։ Օրինակ, ես գնում էի ադրբեջանական մեր սահմանամերձ գյուղերում փաստերը հավաքում էի, տանում ենք միջազգային դատարան, իսկ իշխանությունը ասում է գնալ եմ հետ վերցնել։ Չգիտեմ, գույքահարկի հետ կապված սահմանադրական այդ օրենքը պետք է վիճարկեինք, իշխանությունը կամ դատարաններ դիմելու հետ կապված Թուրքի գումարը բարձրացեցին, դիմեցի նորից էլի մերժում ստացա, այսինքն ես հասկացա, որ դու պետք է լինես հարց լուծողը, ժողովրդի քվեն ստանաս վստահությունը եւ ժողովրդի վստահությամբ դու կարողանաս այս հարցերը լուծել։ Հիմա ինչ վերաբերում է օրակարգին, մեր օրակարգը շատ հստակ է։ Այո, իշխանափոխություն մեր երկրին պետք է այս արատավոր շղթաները կոտրել, նախկին ներկա, ռուսական, արևմտյան, ադրբեջանական, թուրքական կոտրել ու գնալ առաջ, իսկ դա կարող է անել միայն այն իշխանությունը, որը չի պատկանում որևէ արտաքին չունի որևէ արտաքին ուժի աջակցություն նկատի ունեն, որ չի ներկայացնում որևէ արտաքին ուժի շահ, այլ միայն սեփական երկրի շահերով։ Ցանկացած ճանապարհով, պարոն Թաթյան, իշխանափոխություն, նորից են ժողովրդավարական, օքեյ, ժողովրդավարական իրավական ճանապարհով։ Փողոց դուրս գալու եք, այն որ մինչև վերջ գնալու եք։ Ես, տեսեք, մենք ունենք երկու հարց։ Մենք ունենք 3 ավելի շատ։ Բոլոր հարցերը ժողովրդավարական իրավական ճանապարհով պետք է լուծվեն սահմանադրական ճանապարհով մեր երկրում։ Երկրորդ, մենք ներեցեք որ, մենք այո, ես իմ ցանկացած խոսքի տեր եմ եւ մինչեւ վերջ գնալու ենք։ Երրորդ, մենք ունենք բոլոր սցենարների պլանները։ Ըստ իրավիճակի զարգացումների մենք դրան կկիրառենք, կգործադրենք, ասենք մեր հանրությանը։ Փողոց գծիկ հեղափոխությունն է սահմանադրական ճանապարհը ըստ էության, փողոցով իշխանություն փոխելը մեր երկրում այդ դիտարկում եք այդ սցենարների մեջ։ Մենք ունենք բոլոր սցենարները։ Բոլոր ունենք եւ դրանց մասին ունենք մեր պատկերացումներն ու քայլերը հստակ մշակած, որոնք իմ փորձի վրա հիմնված ես այսքան ճգնաժամերի մեջով անցել եմ։ Չի եղել որևէ պաշտոնյա Հայաստանում, որ անցնի այսքան ճգնաժամերով ու կարողանա լուծել այս աստիճան հարցերը։ Եվ դրա իմ առավելությունն նաև այն է, որ ես ինչքան պետական համակարգում գործ եղել է, ինչին իմ մատը կպել է, ես բոլորը լուծել եմ։ Չկա որևէ բան, որ ես ձեռք տամ ու ձախողեմ։ Այս սրանք են ինձ վստահություն տալիս, որ մեր ժողովրդի մոտ գնամ եւ ժողովրդին խնդրենք, հավաստենք նաև վստահությունը ստանանք, որ մեր երկրի հարցերը լուծենք։ Մի կոնկրետ հարց էլ տամ խնդրում կոնկրետ պատասխանը դու հաջորդ հարցին։ Սցենարները դիտարկել եք, արդյոք դիտարկել եք հետևյալ սցենարը, եթե որոշում չունեք, ասեք չունենք։ Մտել եք պարլամենտ, հստակ դուք 5 տարի կմնաք ընդդիմություն թե չէ։ Նորից եմ ասում, դուք էլի գնում եք, չի լինում իշխանափոխություն, չէ, դուք էլի մտանք եթեաpanերի մեջ։ Հայաստանում պետք է լինի իշխանափոխություն։ Մենք մասնակցում ենք այդ օրակարգով, հիմա միայն դա է մեր օրակարգը, մեր վերջ։ Մնացած հարցերը ընտրությունների արդյունքներից հետո կքննարկվեն։ Այդ է ուզում ասել, դեռ պարզ չի ինչ կանեք այդ դեպքում։ Տեսեք, հիմա որոշումը շատ պարզ է։ Գնում ենք մեր քաղաքացիների մոտ վստահություն ստանալու, այո, ամեն ինչ անելու, որ Հայաստանում լինի իշխանափոխություն, ճիշտ ճանապարհի վրա դրվի Հայաստանի զարգացումը։ Մնացած հարցերը արդեն ըստ իրավիճակի, ես արդեն ասացի, Հայաստանի շահերից, անվտանգության շահերից ելնելով կորոշենք մեր ժողովրդի շահերից։ Իմ համար ամենաառաջնայինը դա է, այդ չափանիշներն են։ Կներեք, իմ սուբյեկտիվ կարծիքով ձեր մասին չմիայն ամենաշատ ձայն ունեցողից մինչև էլ դուք ընդհանուր այդ ընդդիմադիր դաշտը կարծում եմ սխալվում է այդ հարցի պատասխանը չտալով ձայներ կորցնելու ռիսկ կա։ Ոչ, ես հակառակը համաձայն, ոչ, դա ինտրիգների է բերելու, դա լրացուցիչ ինտրիգներ, եթե ապա կանխագուշակումներ, բա դու ես չարիր, դու են արիր եւ այլն, կռիվներ եւ այլն, այս սրանից է զզվել մեր ժողովուրդը։ Գիտեք, այս ինտրիգային հարցերից, եթե ես չլինեմ, դու չլինես, այս մեկը լինի, մեր ժողովրդին, մեր երկիրն է սա, բոլորիս երկիրն է։ Մենք այս երկիրը, տեսեք, մեր ազգային ինքնությունը վտանգի տակ է։ Մեր ժողովուրդը այս աստիճան պառակտված երբեք չի եղել այս աստիճան, ես այդպիսի բան այս ամբողջ 35 տարիների ընթացքում չեմ հիշում։ Մտա ավելի է խորանալու։ Մեր ասածը ժողովուրդ ջան, ինտրիգներից զերծ լինենք։ Մենք գնում ենք, որպեսզի մեր ժողովրդի վստահությունը ստանանք, ամեն ինչ անելու ենք եւ որպեսզի բոլոր քայլերն անելու ենք, որ հանուն մեր երկրի անվտանգության ու պետական շահերի լուծումներ լինեն։ Փաշինյանը, տեսեք, ինչու իրեն բառապաշարով, վատ բառապաշարով անձամբ ձեզ կամ ասեմ չի կպնում կամ շատ քիչ կամ շատ աննշան հիմնականում կիրառում է երրագլուխ, այնու չի ասում քառագլուխ։ Օրինակ ձեզից չի վախենում թե երեքին դիտարկում է հարմար ընդդիմադիր, ինչ է սա։ Առաջինը, որ մենք իշխանության
բարձր հիմա շատ թիրախավորման ներքո ենք, անընդհատ էլ այս նախ, չգիտեմ, նախարար, падգամավոր եւ այլն կեղտոտ բառապաշար իրենց բացում են խուլիգանի բառապաշարով, ինչ ասել նաեւ ինչ ասես թույլ են տալի իրենց ասել եւ ասեմ ձեզ, որ մեր առաջի քայլերից մեկը լինելու է հանրային դաշտից պաշտոնյաների բերանից այս կեղտոտ բառապաշարը հայոյանք տվող պաշտոնյաներ պետական համակարգում չպետք լինեն։ Այն էլ որ տալիս են հրապարակային հայոյանքներ, լկտի իրենց պահում են։ Սա առաջին լուծումներից է լինելու։ Երկրորդը, ես այդքան ասել եմ միշտ, որ այս իշխանությունը իրեն փնտրում է իր հարմար ընդդիմություն։ Այս իշխանությունը չունի ինքնուրույն քաղաքական օրակարգ։ Ինքը հարցերի բովանդակային օրակարգ չունի։ Իր հարցերը որոնք են։ 3 հարց եմ ես միշտ առանձնացնում ու հիմա իմ ասածները միշտ ճիշտ են դուրս գալիս։ Ես նոր եմ մտել քաղաքականություն, բայց քանի որ պետականաշինությունը շատ լավ եմ հասկանում, ես հստակ տեսնում եմ նրա գծերը։ Ռուսներ, նախկիններ եւ հայոց եկեղեցի։ Տեսեք ինչ է, հիմա եկեղեցին հրապարակային մի քիչ թուլացրել է, բայց տակից շատ սարսափելի հետապնդումները շարունակվում են։ Երկրորդ, նախկիններ, տեսեք ինչ անում, ամբողջը դրա մասին է, չէ՞ խոսում։ Եվ ռուսներ։ Էլի նորից, ամբողջը դրա մասին է, մեկ էլ կողքից ավելացել է Բելարուսը։ Մինչդեռ իրանք էությամբ թե Ադրբեջան են, թե Բելարուս են, բայց նորից եմ ասում, որ տեսեք ինչ է կատարվում։ Նրանք, այո, նրան, քանի որ նա չունի ինքնուրույն հարցերի բովանդակություն, ասենք իմ հետ ինչ պիտի ես, նրան ասել եմ արի իմ հետ բանավեճի։ Ինչի՞ չի գալիս, որովհետև ինչ պիտի իմ հետ բանավեճի։ Ինձ ասելու է բան, դրոններ եք թալանել, գործարաններ եք թալանել, աշխարհակերություն դղյակ եք կառուցել, տենց բանա ասելու։ Ես իմ հիպոթեքով իմ բնակարանի համար վճարող մարդ եմ, ամբողջ կյանքս աշխատել եմ բարձր իմ ուղեղով, իմ խելքով բարձր աշխատավարձեր եմ ստացել ու ինքս ինձ կարողացել եմ իմ ընտանիքի կարիքները փառք Աստծո հոգալ, որ որևէ մեկի կախվածությունը չունենալ։ Իսկ այս իշխանությունը, այդ որ ասում է երրագլուխ կարող գտել է, որ ասում է ընդդիմությունը միշտ փնտրում իրեն համար, արդեն գտել է դրա համար, ում որ քննադատում են նրանց հետ դիտարկում։ Տեսեք, ինքը sense թիրախի պես ման է գալիս, թե որտեղ իրեն հարմար կլինի, որովհետև ինքը չունի քաղաքական բովանդակային օրակարգ, ասենք ինչ պիտի ասի, չէ՞։ Օրինակ պիտի ասի որտեղ է ինքը հաջողել։ Լավ, ասենք մի երկու հատ ենթադրենք պետության գործառույթն է, որ ասֆալտ անեն ու դպրոց կառուցեն, այն էլ կեղծիքներով, որովհետև մենք համեմատել ենք մանրամասն իրենց կառավարության ծրագիրը, թվերի հարցում լուրջ խնդիրներ ունեն, մինչև 100-ից ավել այստեղ խոստացել են դպրոցներ, կարծեմ 300 ու 500 դպրոցում անկապարտես, բայց դա էլի նույնպես ձախողել են այդ թվերին գալը, եւ այսինքն բովանդակային ինչ պիտի ասեն նրանք։ Մենակ սա է, այն էլ պետության գործառույթն է, բերում են վաճառում են մարդկանց վրա, ինչ որ արել են։ Մյուսը, որ ինչ վերաբերում է թիրախավորելուն, մեր կողմնակիցների նկատմամբ ես ասեցի ինչ սարսափելի թիրախավորումներ են անում։ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դեպքը նաև մեր կողմնակիցներին էր վերաբերում, Արմավիրում մեր երիտասարդների հետ հանդիպել էին, տեսեք դուք սրանց պահվածքը Facebook-ից նկարները քաշել էին, նկարներով կամավորների ընտանիքներին իդենտիֆիկացրել էին, գնացել էին տներ, վախեցնել ասել էին մարդկանց ձեզ աշխատանքից կազատեն այս կանեն։ Ջրի տեսուչ կոչվող մարդիկ հելում գնում են մարդկանց տներ, ցուցակագրում են ու հենց ասենք մեր ընտրողների մոտ էին գնացել, ասել էին որ մեզ են ընտրելու, ցուցադաբար գրում են բալավ, ուրեմն չեք ընտրելու Նիկոլ Փաշինյանին, այս մեկին այն մեկը չկողմնորոշված եւ այլն։ Բայց չէ՞ ժամը մեկ երրագլուխ ասում, պարոն։ Որովհետեւ տեսեք ինքը տակից ահաբեկելով, սպառնալով, ով իրեն լուրջ վտանգ է ներկայացնում իր համար, բոլորին, այսպես ամեն մեկին թիրախավորում է մեզ հետ կապված, քանի որ ինքը չի կարողանալու ասի, ամենամեծ վտանգ այստեղ է, ինքը չի կարողանալու ասի, չէ, ասենք, այն ինչ որ մյուսներին է ասում, ակնհայտ է։ Բայց նրանց էլ է վտանգ զգում, ճիշտ եմ հասկանում։ Այո, դե վտանգը զգում է, բայց ինքը զգում է, որ նրանց հաղթելու է։ Ինչու՞, ինչպես։ Որովհետև ես միշտ ասել եմ, եթե երկու կողմում, մի կողմում այսպես պայմանական ասենք նախկին են Մյուս կողմում Նիկոլ Փաշինյան, թեև նորից եմ ասում, ինքը իր էությամբ է հենց նախկին, նորից եմ ասում, բայց դա իր ստեղծածն է, այո, ինքը այդտեղ այդ հիմա ոնց որ տանում է, այդտեղ ինքը արդեն իր վամպիրի պես սնվելով այդ ժամանակվա խնդիրներից ու սխալներից, այդտեղ ինքը հաղթում է։ Այսինքն երրագլուխի տերմինոլոգիան, եթե կարողացավ ներարկել, հաղթի այդ երեքին։ Ինքը հատուկ է արել, որ նպատակը դա է իր, այո, ինքը դա հատուկ է արել, ինքը պատահական չի անում, չէ՞ դա։ Ինքը հասկանում է, որ ժողովուրդը նրանց շուրջ, այո, կան համակիրներ, աջակիցներ այդ ուժերին, դա չի քննարկվում։ Բայց այդտեղ այդ ուժերի հետ կապված կան նաև
Մեր նախորդ ժամանակաշրջաններից եկած խնդիրներ, բոլորս գիտենք դրա մասին, բոլորս ապրել ենք այդ ժամանակաշրջաններում, սովորել ենք եւ այլն, բոլորս գիտենք ինչ եղել։ Ուղղակի հիմա այս իշխանությունը դրանով թաքցնում է, որ իր ժամանակ ավելի այլասերված են այդ խնդիրները։ Ու ինքը այդ նախկին ասացի մեջ ուղղակի այն, գիտեք, այն ցեխաջրի պես այդ նախկինի մեջ ճպճպում է ինքը։ Այ ինքն է հիմա այդ իրական նախկինը, բայց որ թաքցնի, այսպես տակտիկական քայլերի է դիմում, որ ժողովուրդը իրեն չթիրախավորի։ Այդ ոնց որ Ադրբեջանն է անում, գիտեք, նույն տակտիկան է։ Ադրբեջանը հայատյացությունը տարածում ամբողջ օրը թշնամանք, որ ոչ մեկ երկրում ներսում չասի, բա կոռուպցիա, բա մարդու իրավունքներ եւ այլն մյուսների նույնն էս իշխանությունն է, այս իշխանությունը կոռուպցիայով ինչ չի զբաղվում։ Համաձայն եք ընդդիմության մեջ տարածված թեզին, այլ ընդդիմադիր ուժերի, որ ընտրելով Նիկոլին ընտրում եք Ալիևին։ Մանթես կա։ Ես քանի անգամ ասել եմ, եւ կարծում առաջինը ես եմ դա հստակ ասել, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տեխնացուն է։ Ես հստակ եմ դա ասել։ Այո, նա Ադրբեջանի տեխնացուն է, Ադրբեջանի բարձր պաշտպանության ներքո է, ավելին ասեմ ձեզ, ես ԵՄ-ին Եվրոպական միության պատվիրակությանը, քանի որ նրանք հայտարարել են, որ Ռուսաստանի միջամտության դեմ պայքարելու են մեր ընտրություններում, շատ լավ ասեցի, լավ եք անում պայքարում եք։ Մենք էլ Ադրբեջանինն ենք գտել։ Ուրեմն եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի դեմ պետք է պայքարեք, ինչի՞ պիտի երկակի ստանդարտ լինի։ Ադրբեջանն էլ էս իշխանությանն է պաշտպանում։ Անընդհատ հենց երեք գտանք ապացույցով կոնկրետ, падգամավորներից մեկը սպառնում է։ Ասում են ընտրություններից առաջ բանը Ադրբեջանի նախագահ ճիշտ է ասել, որ հայերին պետք են հոգեբաններ, հոգեբուժներ ու բժիշկներ վերաբերմունքը հասկանալու համար։ Ասում է պետքա խելքի գան, այ ոնց որ թե այս իշխանություններին հողումանելով խելքի են գալիս, ընտրություններից առաջ ուժը պետքա ցույց տան, երկաթի բռունցքը տեղում է եւ այլն։ Բայց որ ասում է ես չլինեմ պատերազմա լինելու, այդ ինչ անում է, Ալիևին մեր վրա տղա է բերում։ Հայ ժողովրդի վրա մարդ է բերում։ Այն էլ Ալիևին բերել դարձել ներքին գործոն։ Սրանից էլ Ադրբեջանի տեխնացու ու մարդեր որտեղից գտնենք։ Վերջին հարցը այդ թեմայով, տեսեք, կա նախաստորագրված խաղաղության պայմանագիր եւ մի շարք այլ թղթի վրա գրածներն եմ ասում, բանավորները չեմ ասում, որովհետեւ չգիտեք այդ բանավորները ինչ է որ։ Եկել եք իշխանության դիցուկ, վարչապետն եք։ Ինչ եք անելու, պահելու եք այդ ամեն ինչը, շարունակելու եք, այդ նախաստորագրվածը ստորագրելու եք, թե պատրելու եք նորը բանակցեք։ Հստակ կա դրա պատասխանը։ Այն Նիկոլ Փաշինյանի, որին դուք հենց նոր ասում եք Ադրբեջանի տեխնացու։ Առաջինը ես ի տարբերություն նրա Հայաստանի շահերով բացառապես շարժվող մարդ եմ։ Ես ոչ մի կապվածություն չունեմ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, որևէ երկրի հետ։ Հիմա բացառապես շարժվելով Հայաստանի շահերով, ես ասում եմ, որ Ադրբեջանը վիժեցրել է արդեն այդ խաղաղության պայմանագիրը, ինքը թղթի վրա կա, բայց ինքը գործնականում չկա։ Այդ խաղաղության պայմանագրի առնվազն 2 դրույթ ես բերեմ, որով ցույց տամ, որ նա արդեն գոյություն չունի։ Նախ Ադրբեջանի նախագահը արդեն ասել է, որ իմ համար միջազգային իրավունք գոյություն չունի, իմ համար ուժն է միայն, հետեւաբար ի՞նչ գնաս նրա այդ ստորագրես։ Երկրորդ այնտեղ գրված է, կողմերը չեն միջամտում իրար ներքին գործերի։ Նույն օրը օգոստոսի 8-ի Ադրբեջանի նախագահը հայտարարեց Հայաստանը պիտի փոխի սահմանադրությունը։ Եվ այս իշխանությունը ասում է հարց չկա, Ալիևի հանրաքվե եմ անելու։ Այդ նշանակում է նոր պայմանագիր պիտի կնքի։ Երկրորդը մի րոպե ասեմ, չէ, մի րոպե ասեմ։ Երկրորդը գրած է կողմերը ատելությունը թշնաման գզերծելուն տարածելուց։ Ամեն օր Ադրբեջանում մեր վերաբերյալ ատելությունը թշնամանք է տարածվում։ Մենք պետք է միջազգային, ես գնալու եմ մեր միջազգային գործընկերներին ցույց տամ եւ ասեմ, տեսեք, այս փաստաթուղթը Ադրբեջանը ձեզ խափում է, այս փաստաթուղթը այլևս փաստացի գոյություն չունի, որտեղ Ադրբեջանը հիմա էլ շարունակում է այդ պահանջները։ Այսինքն դու քանի դեռ շարունակում ես, ասում ես հակառակը ինչ որ թղթի վրա գրած է, այդ թուղթը պարզա որ դու ասում ես իմ համար գոյություն չունի։ Դրա համար մեզ համար շատ կարևոր է ինձ համար այս պահին խաղաղությունն ապահովող փաստաթուղթը TRIP-ն է, որը կնքվել է Ամերիկայի հետ, բայց TRIP-ը կարող է իրականացվել 3 պայմանի դեպքում։ Բայց կա ամեն դեպքում, հա։ Իհարկե, առաջին Հայաստանի անկախությունն ու իշխանությունը պարտադիր երաշխավորելով, այսինքն մի ընդամենը պայման բերեմ, Հայաստան մուտքի եւ ելքի մոտ պետք է կանգնած լինեն մեր մաքսային ծառայողները եւ սահմանապահ զորքերը։ 1. Երկրորդ, Հայաստանը պետք է ապաշրջափակվի ամբողջությամբ։ Հակառակ դեպքում այս TRIP-ը անիմաստ է։ Երրորդ, ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից։ Այս 3 պայմանի արկայության դեպքում, այո, մենք պետք է բանակցենք մեր ընկերների հետ, մեր բարեկամների հետ, այնտեղ շատ շահեր կան, պետք է, բայց մերն է այստեղ։ Այսինքն ամեն դեպքում վերաբանակցում լինելու է, այդպես է դուրս գալիս։ Կողմ եք գաղափարին, բայց TRIP-ի գաղափարին կողմ եք, բայց այդ իրագործումն է շատ կարևոր։ Ոչ, երկու դեպքում էլ եւ խաղաղության պայմանագրով եւ բանով։ Ալիևը չի ասի, լավ, զզվեցեցիք Այդ տեսեք, սա էս իշխանության ասածն է։ Ալիևը sense չի անի, Ալիևը sense չի անի։ Այդ դեպքում պատերազմ հիմա էս իշխանության արածը
պատերազմի տանող ամենակարճ ճանապարհն է։ Ես առաջարկում եմ խաղաղություն իրական բերող, որովհետև մենք այդ դեպքում Ամերիկայի պես հզոր պետության միջնորդություն ունենք։ Մենք կարող ենք այդ դեպքում տարբեր իրագործման մեխանիզմներ քննարկել, մյուս երկրների հետ կապված, չգիտեմ, այնտեղ մեր հարևաններին պետք է նկատի ունենանք Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Եվրամիության դիտորդները արդեն անվտանգության կարևոր գործոն են դարձել, տեսեք, այս ամենը կա, բայց հիմքում այո, ես այս պահին արկա տվյալների հիման վրա եմ ասում, որ թրիփը մեր խաղաղություն ապահովող փաստաթուղթն է, բայց իրագործումը պետք է լինի այս 3 պայմաններով, հակառակ դեպքում դա չի բերի, չի տա մեզ ոչինչ, դրա համար մենք պետք է ոչ դա վերաբանակցում չի, դա ամրապնդել է մեր ամերիկյան գործընկերներին պետք է այս ամեն ինչ ասեն, ես վստահ եմ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ շատ պայմանավորվածություններ որ ունի, այ որ մեր տարածքները անցյալ տարի հուլիսին Վարդենիսում ես արբանյակային լուսանկարներով ցույց տվեցի, նոր դիրք են զբաղեցրել, նոր ճանապարհներ են կառուցում, արևային պանելներ են դնում, դրանց մասին վստահ եմ ամերիկյան գործընկերներին չեն էլ ասում, մենք պետք է ամբողջը տանենք, դնենք մեր գործընկերների մոտ եւ այո, մեզ պետք են երաշխավոր երկիր, որը դա կարող է լինել մի երկիր, կարող է լինել 2 երկիր, նայած թե Հայաստանի շահերից այդ պահին ինչ է բխում եւ մեզ ինչ է պետք եւ դրա հիման վրա արդեն մենք մեր քայլերը պետք է անենք իհարկե եւ այդպես պետք է գնանք խաղաղության մեր ազգային շահերը բարձրացնելով։ Մի բլից հարցելու ավարտեք, այսինքն բայց ամեն դեպքում վստահ եք, որ Հայաստանում իշխանապողության դեպքում այն սեպտեմբերյան պատերազմը ինչ որ ասում չի լինի։ Կամ քիչ է հավանականությունը, 2020 թվականից առաջ Նիկոլ Փաշինյանը ամեն օր ասում էր դեռ այսպիսի խաղաղություն չի եղել։ Մի կրակոց չկա եւ այլն եւ այլն։ Տեսեք ինչ եղավ 2020 թվականի սեպտեմբերի 44 օրյա պատերազմը։ Հիմա էլ է նույնը ասում։ Ու հələ տեսեք ինչ պայմաններում ասում։ Մեր բանակը չեն զարգացնում։ Բանակ ասելով նկատի ունեմ մեր զինված ուժերի կարողությունները։ Ֆինանսավորումը Ադրբեջանը 2026 թվականին 5.1 միլիարդ դոլարի բյուջե ունի։ 5.1 միլիարդ 2020-ին ունեցել է 2.2, տեսեք ուր է հասել աճացրել։ Մերը 1.45 է, 1.7 ա եղել, 1.7 միլիարդ Հայաստանի բյուջեն, իջացրել են 1.45 միլիարդ։ Այս պայմաններում, երբ դու չես զարգացնում եւ երբ ամբողջությամբ մտնում ես Ադրբեջանի տակ, չէ, ասում ես ինձ ուրիշ միջազգային միջնորդներ պետք չեն։ Ես Ադրբեջանի հետ խոսեմ։ Գովերքում է քեզ ամեն քայլափոխի, որ դու ինչքան ես Հայաստանի շահերը, ազգային շահերը առաջ չեն տարվի։ Այս պայմաններում սա պատերազմի տանող ուղիղ ճանապարհ է։ Սա նվաստացման ու պատերազմի ես Ադրբեջանի նախագահային նրա քաղաքականությունը լավ գիտեմ։ Նրանք երբեք չեն հանգստանալու։ Ադրբեջանի այս իշխանության համար Հայաստանի նկատմամբ թշնամանքից հրաժարվելը քաղաքական ինքնասպանություն է։ Նրանք դա չեն անելու։ Հետևաբար մենք խնդիրը պետք է անընդհատ տեսնենք ոչ թե նրանց մեջ, նրանք այդպես են։ Սա պետք է ընդունել որպես իրողություն։ Էդ է։ Հիմա մենք խնդիրը պետք է դառնանք մեր մեջ, տեսնենք մենք ինչ կարանք անենք, որ մեր շահերը պաշտպանենք, մեր համար ինչ է պետք։ Մենք փառք Աստծո աշխարհասփյուր ամենահզոր ազգերից ենք աշխարհի։ Այդքան աշխարհում մենք կազմակերպություններ ունենք, ցանց ունենք այդքան մեր հայերը ամբողջ բոլոր տեղերում են, մեր բարեկամ երկրներ ունենք։ Այս աշխարհը այդքան սահմանափակ չի, որ այս իշխանությունը բերել, սենց սահմանափակելը։ Մենք կարողանալու ենք այս հարցերը լուծել եւ ես պատկերացնում եմ ինչպես լուծել, ձևերն եմ պատկերացնում, որտեվ ես ամբողջ կյանքս անցկացրել եմ այս հարցերի մեջ։ Շատ շնորհակալ եմ, հաջողություն ձեզ ընտրություններում։ Հիշեցնեմ կիզակետում այսօր միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն էր, կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք